Բարի առավոտ հարգելի հեռուստադիտողներ, ես Անահիտ Կիրակոսյանը և Գարիկ Պապոյանը ողջունում ենք ձեզ և հայտարարում ենք մեր այս տոնական օրվա բացումը։ Ուրա, ուրա, ուրա! Եվ այսպես շարունակում ենք, այսօր հայոց բանակի օրն է, հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ միջոցներից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր։ Պատմության փորձը սովորեցնում է, որ այն ազգն է անվտանգ, իսկ պետությունը կենսունակ, որն ունի կարգապահ և մարտունակ բանակ։ Աշխարհը մեր բանակի մասին կրկին լսեց անկախացումից հետո։ 1992-ից 1993 թվականները երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց հայոց բանակը։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը և հենց այս բանակին էր վիճակված կերտելու նորօրյա պատմության ամենահաղթական էջերը։ Ուրա! Ուրա! Ես շնորհավորում եմ բոլորին, Գարիկը նույնպես և կարծում եմ, որ սա ամենաուրախ տոներից մեկն է և ամենակարևոր տոներից մեկն է մեր Հայաստանի Հանրապետության։ Եվ իսկապես խոսքեր չկան ասելու այն բոլոր մարդկանց, ովքեր ծառայում են, ովքեր դեռ ծառայելու են և ովքեր պաշտպանում են մեզ, որպեսզի մենք կանայքս, այսպես ասած, հանգիստ քնենք տանը։ Եվ մեզ ապահով զգանք։ Ես չեմ մտնում նենքի մեջ, ես ուղղակի իմ կողմից շնորհավորում եմ զինծառայողներին, մաղթում եմ ամենակարևորը ինչ խաղաղություն։ Այո, իսկապես որտև մեր զինծառայողների ծառայելու նպատակը երկրի խաղաղությունն է։ Այո, իսկ ես բոլոր մայրենին ցանկանում եմ համբերություն, քանի որ իհարկե բարդ է դիմանալ, սպասել, թե իրենց տղային, թե իրենց ամուսնուն, հա? Այո։ Բայց ամեն դեպքում դա շատ կարևոր բան է, մենք պետք է միշտ սիրով լինենք, միշտ կարոտով լինենք, սպասենք, որպեսզի նրանք էլ ունենան այդ նպատակը մեզ պաշտպանելու և մեզ հետ լինելու։ Իսկ հիմա ես պետք է ներկայացնեմ աշխարհի ամենահզոր բանակները և այսպես առաջին տեղում իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակն է, որը գործում է 1775 թվականից և կազմում է ավելի քան 500,000 մարդ։ Երկրորդ տեղում Չինաստանի բանակը հիմնադրվել է 1927 թվականին, բանակի կազմում ծառայում են ավելի քան 2,2 միլիոն մարդ։ Մեծ Բրիտանիան է երրորդ տեղում, հիմնադրվել է 1661 թվականին 150,000 մարդ։ Չորրորդ տեղում Հնդկաստան 1 միլիոն մարդ քարեդար, 5-րդ տեղում Գերմանիա երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 200,000 զինվոր, 6-րդ տեղում Հյուսիսային Կորեա 1939 թվական 1 միլիոն զինվոր, 7-րդ տեղում լռում ենք իհարկե և 8-րդ տեղում Ռուսաստան 1992 թվական 1 միլիոն, 9-րդ տեղում Իսրայել 150,000 կինտղամարդ 1948 թվական, 10-րդ տեղում Պակիստան 1947 թվական 500,000 զինվոր։ Իսկ մեզ համար դե իհարկե առաջին տեղում մեր բանակն է, որը ամենամարտունակ բանակն է, ամենազորեղ բանակն է, ամենահզորների բանակն է։ Իդեպ ես քեզ ասեմ, այո, իդեպ ուրախանալու տեղ ունենք նաև մենք, որտեղ միջազգային փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է պահպանել տարածաշրջանում ամենամարտունակ բանակի կոչումը, Այնպես որ սա ուղղակի խոսքեր չեն։ Ուղղակի խոսքեր չեն, միաժամանակ հայկական զինված ուժերը երբեք նպատակ չեն ունեցել պատերազմ հայտարարել, այն խաղաղության հաստատման գործոն է Հայաստանի համար, ի տարբերություն Հայաստանի հարևան մյուս երկրների, որոնք զարգացնում են իրենց զինված ուժերը ռազմական հաջողությունների հասնելու նպատակով։ Հայաստանի համար զինված ուժերի ամրապնդումը միայն խաղաղության հաստատման համար է։ Հայաստանը դա հաստատում է նաև միջազգային հարթակում, հայ խաղաղապահներն ամենապահանջվածն են աշխարհի հակամարտող թեժ կետերին։ Լավ է, իսկապես շատ լավ է, որ մեր բանակը այսպիսին է։ Իսկ գիտես ինչն է բարդացնում մեկ ծառայությունը։ Չնայած զինվորի համար ասում են բարդությունները ոչ մի բան է, բայց բարդացնում է եղանակը։ Գուցե եղանակն է։ Գուցե, դրա համար արի մի հատ ճշտենք եղանակի տեսությունը, որ իմանան այսօր մեր տղեկը։ Մեր զինվորները տեսնենք այս տոնական օրը անիմաստ անձրևների բաներ տակ չունեն։ Եղանակի տեսություն գնացինք։ Բարև ձեզ, առաջիկա օրվա եղանակային պայմանների կանխատեսմամբ ձեզ հետ աշխատում է Զարա Վարդանյանը։ Ըստ օդերևութաբանների կանխատեսումների հանրապետության տարածքը կգտնվի թույլ արտահայտված անտիցիկլոնային դաշտում։ Հանրապետության տարածքում կնկատվի փոփոխական անպամացություն, սակայն տեղումների հավանականությունը գրեթե ամենուրեք փոքր է։ Ջերմաստիճանի քարտեզների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարավային տաքոթային հոսանքների ներհոսքը այսօր կդադարի։ Օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 3 աստիճանով, սակայն միևնույնն է այն նորմայից բարձր կլինի 6-ից 8 աստիճանով։ Այժմ տեսնենք, թե ինչպիսի եղանակային պայմաններ են սպասվում
Հանրապետության մարզերում։ Տավուշի մարզում տեղումներ չեն սպասվում։ Իջևանում գիշերը կլինի +3, ցերեկը կգրանցվի +10 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը սպասվում է 0, ցերեկը +8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում Վանաձոր քաղաքում գիշերը կգրանցվի +1, ցերեկը կլինի +6, Տաշիրում գիշերը սպասվում է 0, ցերեկը +5 աստիճան տաքություն։ Առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Շիրակի մարզում Գյումրիում գիշերը սպասվում է -5, ցերեկը կլինի 0, Աշոտսկում գիշերը սպասվում է -7, ցերեկը -1 աստիճան ցուրտ։ Սպասվում է փոփոխական անպամացություն։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 0, ցերեկը կլինի +5 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը կգրանցվի -5, ցերեկը -1 աստիճան ցուրտ։ Գեղարքունիքի մարզում տեղումներ չեն սպասվում, առանձին հատվածներում սպասվում է արևմտյան քամի մինչև 18 մետր վարկյանում։ Սևանում գիշերը սպասվում է -2 աստիճան ցուրտ, ցերեկը կլինի +3 աստիճան տաքություն, Գավառում գիշերը սպասվում է -3, ցերեկը +3 եւ Մարտունիում գիշերը սպասվում է -2, ցերեկը +2 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է -3 աստիճան ցուրտ, ցերեկը կլինի +2 աստիճան տաքություն։ Աբովյանում գիշերը կլինի -2 աստիճան ցուրտ, ցերեկը սպասվում է +4 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում էական տեղումներ չեն սպասվում։ Արմավիրի մարզում օդի ջերմաստիճանը գիշերը սպասվում է 0-ից -1 աստիճան ցուրտ, ցերեկը կլինի +5-ից +6 աստիճան տաք։ Արարատի մարզում գիշերը սպասվում է 0-ից -1 աստիճան ցուրտ, ցերեկը կգրանցվի +5-ից +6 աստիճան տաքություն։ Վայոց-Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գիշերը սպասվում է 0, ցերեկը կլինի +7 աստիճան տաքություն։ Ջերմուկում գիշերը սպասվում է -6 աստիճան ցուրտ, ցերեկը սպասվում է +2 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Սյունիքի մարզում օդի ջերմաստիճանը որոշակի կնվազի, սպասվում է փոփոխական անպամացությամբ առանց տեղումների եղանակ։ Մեղրիում գիշերը կգրանցվի +6, ցերեկը կլինի +14, Կապանում գիշերը սպասվում է +3, ցերեկը +16 աստիճան տաքություն եւ Սիսիանում գիշերը սպասվում է 0, ցերեկը +6 աստիճան տաքություն, Գորիսում գիշերը սպասվում է +5, ցերեկը +11 աստիճան տաքություն։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է +3, ցերեկը +15 աստիճան տաքություն։ Անդրադառնանք մայրաքաղաքին։ Հունվարի 28-ին սպասվում է փոփոխական անպամացություն, էական տեղումներ չեն սպասվում։ Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում նաև մառախուղ։ Հունվարի 29-ին եւ 30-ին սպասվում են տեղումներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ին գիշերը սպասվում է 0, ցերեկը կլինի +6 աստիճան տաքություն, հունվարի 29-ին գիշերը սպասվում է 0, ցերեկը +4 աստիճան տաքություն եւ հունվարի 30-ին գիշերը կգրանցվի -1, ցերեկը +3 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքանը, չնայած դրսում ձմեռ է, բայց ձեր սրտերում եւ բնակարաններում թող միշտ արև շողա։ Այժմ եթերը կշարունակեն առավոտը շանթում ծրագրի իմ գործընկերները։ Ասվեց եղանակի տեսությունը այս տոնական օրով եւ մենք շնորհակալ ենք, կարծում եմ զինվորները շատ չտխրեցին, ճիշտ է ցրտեր դեռ կան եւ հատկապես սահմաններում կլինեն, բայց ոչինչ մեզ ոչ մենք կհաղթարենք եւ մեզ այսօր եկել են ողջունելու արտաքին իրավիճակների նախարարության փողային նվագախմբի տղաները։
Բրավո։ Բրավո, շնորհակալություն։ Մենք ծափարում ենք ես ու Անահիտը։ Ասեն մի տեսակ սենց մի բան եկավ։ Ուղղակի սրա բառը չգիտեմ, այս սենց եկավ։ Դու գիտես դրա բառը։ Ինչ եկավ։ Չեմ կարող խոսել Գարիկ, բարձրապես այսպես ամբողջ մարմինս փշաքաղվել է։ Բարև ձեզ։ Համեցեք, մարտական ոգի եկավ։ Այո։ Բարև ձեզ։ Այս ամենից հետո իսկապես խոսքերը Ավելորդ են։ Եկես ներկայացնեմ մեր հյուրերին արտաքին իրավիճակների նախարարության փողային նվագախմբի պետ, գլխավոր դիրիժոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր եւ փրկարար ծառայության փոխգնդապետ Մանվել Ութուջյան։ Բարի առավոտ։ Արտակարգ իրավիճակների փողային խմբի պետի տեղակալ Համլետ Ադամյան եւ նվագախմբի դիրիժոր Հակոբ Սարգսյան։ Բարև ձեզ։ Իհարկե ամենասկզբում շնորհավորում ենք բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, որ իսկապես շատ կարևոր տոն է մեր հայ ազգի համար եւ ընդհանրապես բոլորի համար կարծում եմ։ Իրոք, ես էլ եմ շնորհավորում եւ մեծ բոլորս։ Այս պահին, քանի որ մենք գիտենք, թե ինչքան կարևոր է, երբ որ ճանապարհին լինում են խոչընդոտներ, խաշմերուկներ, որ պետք է ճիշտ կողմնորոշվել եւ հաղթահարել, ինչը բանակի համար նույնիսկ նաեւ կարևոր է, այս պահին մենք ունենք խաշմերուկ, որ արագ պետք է անդրադառնանք եւ արագ վերադառնանք, որովհետեւ այս պահին ունենք կարևոր լուրեր հայտնելու վարորդներին։ Բարի առավոտ Գարիկ, Անահիտ, Բարի առավոտ Իրինա։ Շնորհավորանքներս բոլորին հայկական բանակի 23-ամյակի առթիվ, հայն զինվորներին, բոլոր նրանց, ովքեր արդեն ծառայում են կամ պատրաստվում են ծառայել։ Այս ժամի մեր խաշմերուկներում եւս տոնական հանգիստ է, մեքենաների բավական փոքր երթևեկություն է շրջայցի ընթացքում անցանք Բաղրամյան փողոցով, Ֆրանսիայի հրապարակին միացող փողոցներով, Մաշտոց պողոտայով, Աբովյան, Տերյան, Հերացի եւ Միասնիկյան պողոտաներով, որտեղ երթևեկությունը սահմանափակվում է 3-4 մեքենաներով։ Նույն պատկերն է նաեւ մեր քաղաքի մյուս կենտրոնական եւ ոչ կենտրոնական փողոցներով, մի ծայրից մյուս ծայրին անցնելու համար մեզանից պահանջվեց մոտավորապես 20-ից 25 րոպե։ Այս ժամի համար այսքանը, հարգելի վարորդներ եւ հետիոտներ ցանկանում եմ, որպեսզի բոլորս կյանքում եւ կենցաղում եւ ղեկին եւ փողոց անցնելիս լինենք հայ զինվորի պես օրինապա։ Գարիկ, Անահիտ, Շնորհակալություն Իրինա ջան։ Շնորհակալություն Իրինա, շատ շնորհակալություն։ Իսկ մենք արդեն անցնենք մեր հյուրերին։ Ես առաջին հերթին կուզեի ձեր կողմից լսել ձեր շնորհավորանքները եւ այնուհետեւ պատմեք, թե ինչ նշանակություն ունի այս օրը կոնկրետ ձեզ համար եւ ինչպես եք նշելու ամբողջ օրը։ Արտակարգ իրավիճակների նախարարության ամբողջ կոլեկտիվի կողմից շնորհավորում եմ բանակին 21 ամյա տարելիցի հարցիվ ցանկանում հաջողություններ թե մարտական եւ բարձր պահեն Հայաստանի ազգային պատիվը։ Այսքանը։ Շատ կարանք ասենք, բայց իհարկե, սա բոլորի տոնն է, այսօր տղաներին են շնորհավորում, զինվորներին են շնորհավորում, բայց նաեւ կանանց պետք է շնորհավորել, բոլորին էլ պետք է շնորհավորել, ովքեր որ հայ են, իրոք բոլոր սա համահայկական տոն է եւ շնորհակալություն շնորհավորանքների համար։ Ինչպես եք պատրաստվում նշել ամբողջ օրը։ Ամբողջ օրը ուրախ օր որպես տոնական օր ու ես ցանկանում եմ մեր բանակին, որը ապացուցեց ամբողջ համայն աշխարհին, որ ինքը ընդունակ է պահել ազգի պատիվը, մեր հայ ազգը ունեցավ մի այնպիսի բանակ, որը կայացավ ու ապացուցեց համայն աշխարհին, որ հայ ազգը իր հոգով միշտ հպարտ է։ Այո։ Այո։ Իհարկե, իսկ օրինակ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատելը ցանկացած գործին լինելը դա պատասխանատու բան է շատ։ Ինչպես որոշումը կայացրեցիք ձեր կյանքում, որ պետք է աշխատեք արտակարգ իրավիճակներում։ Արտակարգ իրավիճակներում ես աշխատում եմ արդեն 3-րդ տարին է։ Մինչև այդ աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում, նորից փողային նվագախմբի ղեկավար։ Ես 3 տարվա ընթացքում ստեղծեցինք մի կուր կոլեկտիվ նվագախումբ, որը չի զիջում ոչ մի նվագախմբին Հայաստանի Հանրապետությունում։ Ես կասեի դաժե հանրապետության տարածքներից դուրս։ Ունի իր ուրույն դեմքը, նվագախումբը բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ են, կատարում են բազմաթիվ ստեղծագործություններ, թե էստրադային, թե կլասիկ, թե ժողովրդական, բոլոր ոճերը ինչ կա,
օգտագործման նվագախմբի։ Այսքան որ այսօր տոնական օր է, ինչ որ ելույթներ սպասում են նվագախմբին։ Այսօր ելույթ չէր։ Արդեն ստելա մեր ելույթները։ Այո, արդեն մեծ ելույթներ։ Առավոտը այդպես սկսվեց, իսկ օրվա ընթացքում ելույթներ, թե դեռ չգիտեք։ Դեռ չգիտենք մեր ծրագիրը, բայց օրվա ընթացքում բայց նվագախումբը MC նվագախումբ է, որ պահի տակ են, որ պետք է լինի, մի անգամ այս տղաները շարվան եւ միանշանակ է ամբողջ։ Բրավո, իրոք։ Խնդրեմ ձեր խոսքը, ձեր ուղերձը։ Ես էլ եմ շնորհավորում մեր բանակին, քանի որ փողային նվագախմբի մեջ կան տղաներ, ովքեր Ղարաբաղյան շարժման ժամանակ մասնակցել են, որոնցից մեկը ես եմ։ Մեծ լումա ունենք դրած նվագախմբի համար։ Նվագախումբը բազմաթիվ հանդեսներ է եկել մանկատներում, ծերանոցներում, բարեգործական համերգներով, Ղարաբաղում, Գյումրիում փառատոներ են եղել փողային նվագախմբերի, նվագախումբը մասնակցել է որպես ցուցադրական նվագախումբ ու բազմաթիվ դիպլոմներ եւ այլն մեր բարձր պատիվ ենք պահում պարոն Երությանի կողմից, որովհետեւ ինքն է նվագախումբը հավաքել։ Կար ժամանակում ստեղծվեց այնց հզոր նվագախումբ, որ իրոք քաղաքում կարելի է մատով ցույց տալ, որովհետեւ այնց նվագախումբ շատ քիչ կան Հայաստանում, 2-3 հատ կոլեկտիվ են, որոնցից մեկը մենք ենք։ ԴՆՎԴ-ն, ԿԳԲ-ն, Պաշտպանության նախարարության փողային նվագախումբն է, որ հզոր պրոֆեսիոնալ խմբեր են։ Բայց բացի նվագելուց նաև էլի շատ կարևոր գործեր եք անում։ Կարևոր գործեր ժամանակին նվագախմբի տղաները արել են, բարետային ժամեր են անցկացրել, եղել են Մեղրիում, Ղափանում, Գորիսում։ Հին տղաներ, ովքեր որ աշխատում են հիմա մեզ հետ նորից իրանք ՆՎԴ-ից տեղափոխվել են, ժամանակին կար միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ, որտեղ որ տղաների մեծամասնությունը աշխատել են այնտեղ եւ այնտեղից տեղափոխվել են մեզ մոտ։ Հասկացա։ Ու սա պրոֆեսիոնալ բարձր երաժիշտներ են։ Միանշանակ զգացինք, որովհետեւ մի բան է նվագել, մի բան է նվագածը փոխանցել, Ընդհանրապես պետք է շատ քաջ լինել նման գործով զբաղվելուց, որովհետև շատ բարդություններ կան ձեր գործի ընթացքում, չգիտեմ, հրդեհներ, ինչ-որ վթարներ, սողանցքներ եւ այլն եւ այլն, ինչ-որ իրավիճակներ եղել են, որ հետաքրքիր կուզենայիք պատմել մեզ։ Դեռ ոչ չի եղել, դեռ այդպես բաներ մեզ չի պատահել, բայց ցանկացած պահին մենք պատրաստ ենք օգնելու։ Պատրաստ եք։ Մենք մեր նախարարության հետ միասին մենք պատրաստ ենք բոլորին օգնելու։ Լավ, ձեր խոսքը, ձեր ուղերձը։ Ես էլ եմ միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որ այստեղ ասվեց, խոսվեց ինքնըստինքան իմ կողմից, ես ցանկանում եմ մեր մարտունակ բանակին, որ ինքը ապացուցեց, որ հաղթող բանակ է։ Դա այտենց քիչ մենք ասացինք, որ բավականին մեծ բանակներ քանակությամբ կան, բայց դա քանակությունը չի հարցը։ Այլ որակը։ Որակն է հարցը, այդ որակը մենք ունենք այդ մեր բանակում, ցանկանում եմ մեր բանակին խաղաղություն, կապույտ երկինք, որ մեր երեխաները, մեր թոռները, մեր բոլորը մեծանան այդ կապույտ երկինք։ Իսկ հարկ եղած դեպքում մենք նորից կապացուցենք, որ մեր բանակը նորից հաղթող բանակ է։ Այո, Իսկապես դա շատ կարևոր է։ Իսկ ինչքան մարդ է ծառայում արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ կոնկրետ նվագախմբի տղաները ինչ սկզբունքով են ընտրվում։ Գարիկ ջան, ես ասեմ, որ նվագախումբը այսօր ելույթ ունենում կեսից ավելի ցածր կեսով, որտեղ նվագախումբը 47 հոգի է։ Մեզ հետ միասին, իսկ տաղավարում այդքան տեղ չկար, մենք բերել ենք այն ամենակարևոր ձայները, որը որ հնչողությունը լինի բարձր մակարդակի վրա եւ քիչ սաստավով ենք եկել, մոտ 20-25 հոգի ենք։ Ես առաջարկում եմ ողջունել բոլոր այն մարդկանց, ովքեր չեկան մեր տաղավար այսօր, քանի որ մենք տեղ չունենք եւ շնորհավորել նույնպես նրանց, քանի որ սա նաեւ նրանց տոնն է, հարգելի նվագախմբի այլ մասին ենք մենք այժմ ողջունում եւ շնորհավորում։ Ինչպես են ընտրվում տղաները։ Տղաները գալիս են մեզ մոտ հատուկ մրցույթով։ Հատուկ մրցույթով, այո։ Ոնց է դա։ Ինչ մակարդակի պետք է լինի այդ պատրաստվածությունը, ինչպես է ստուգում, ինչպես է անցկացվում։ Այդ մեր մոտ տղաները բոլորը մեծամասնությունը կոնսերվատորիա ավարտած, ամենացածր ուչիլիշչա, բոլորը բարձր որակի երաժիշտներ են։ Իսկ կան որ ոչ միտեղ չեն ավարտել ինքնուսույց արտակարգ։ Ոչ, այդպես բան չկա մեզ մոտ։ Չկա։ Միանշանակ չկա։ Ինքնուսույց չի անցնում։ Նստեք ձեր տանը եւ պարապեք, բայց ոչ Ինչի՞ չգնացիր կոնսերվատորիա։ Ես Մեզի պարտաճանանչ, բարեխիղճ, գրագետ երաժիշտներ են պետք, գրագետ։ Երաժիշտներ պետք։ Իսկ անհնար է որ կանայք լինեն նվագախմբում։ Այ հարցը, հիմա Անահետին հնարավոր են։
Հնարավոր է։ Այո։ Բայց իրենք ինչպես է ծառայող համարվում են արտակարգ իրավիճակների, թե պարզապես նվագախմբի անդամ են։ Նրանք առաջերտին պետքա ավարտած լինեն։ Ահա։ Եվ որպես արդեն այդ կադրի հետ է կապված, մենք չենք կարող այդ հարցին կոնկրետ պատասխանել, բայց եթե լավ երաժիշտ է, ուրեմն մեզ մոտ տեղ ունի։ Իսկ կանայք կան արտակարգ իրավիճակների նախարարությունում ծառայող։ Այո, Ինչ գործի վրա են հիմնականում դրանք։ տարբեր գործեր։ Տարբեր, ամեն գործերում, թե փրկարար ջոկատներում, թե հաշեջ, Հասկացա՞ր Գարիկ ջան, թե կանայք։ բուժ Ես աշխատողներ, բան չասեցի, ես հիմնականում գիտեք, թե կանայք մեղավորներ, երբ որ ասենք գազը բաց են թողում եւ բան առաջանում հրդեհ է Ոչ թե առաջանում փրկում եւ են, հա։ արդեն փրկարար ջոկատներն են գալիս, բայց որ իրանք համել փրկարար ջոկատներում են, այդ չգիտեի։ Պարոն Երիցյանի կողմից ստեղծվել է 911 ծառայությունը։ Այնտեղ էլ են աշխատում աղջիկներ, ովքեր որ օպերատորներ են եւ այլն։ Հասկացա։ Զոր կառույց է դարել։ Փրկարարներ։ Անահիտը միշտ ուզում է բարձի ինչ դեր ունեն նաև կանայք մեր Այո, հասարակությունում, իհարկե, որ հասարակությունում հավասար շատ են։ կարևոր, բայց այսպեսի պատասխանատու գործերի վրա պատկերացա, որ արդեն վստահում ենք։ Արդեն դուք ապացուցեցիք այս մի քանի հազարամյակում, որ կարելի է։ Հազարամյակ մի ասա, ուղղակի ժամանակ մեզ թույլ չեն տվել, որ մենք այդ ցույց տանք մեր ուժն ու կարողությունը, բայց մենք ժամանակ միշտ 911-ը դեռ ստեղծված չէր։ Դրա համար զուտ հիմա կա, արդեն կարող է։ Դուք համաձայն եք, չէ՞ ինձ հետ, որ կինը միշտ էլ կարող էր, պարզապես այդպես թույլ չէին տալիս այն ժամանակ։ Թե այդքան է համաձայն չէ։ Տարօրինակն է։ Տարբերությունները։ Չէ, տարբերություն չեն։ Բայց լրությունը համաձայնության նշան է, Գարիկ ջան, ես կարող եմ այդպես ասել։ Ամեն դեպքում մեկ հարց էլ տամ, հետաքրքիր է, այսքան թվով քանակի մարդ ղեկավարելը արդյոք բարդ չէ եւ ինչպես է լրացնում բոլորին մեր հայերը մի քիչ դժվար են, չէ՞ լրում։ Այդ դիսցիպլինան ինչպես է դե պահպանում։ բոլորը հասուն մարդիկ են, Հասկանում։ բոլորը հասկանում են։ Մեր մոտ այդ խնդրեմը չկա։ Չկա։ Որ սա ծառայությունը նա պետք է Որպես աշխատի։ ծառայություն բոլորն էլ զինվորական ծառայած տղաներ են, բոլորը Հրամաններ կատարող հրամանները են։ բոլորը կատարում են ու իրանց մեր համար խնդրեմ դա չի։ Նա հաճույք է ծառայել այդ պայմաններում եւ Որտե Գիտակից մարդիկ են, ոնց մեծամասնությունը Գարիկ ջան, ջահել տղաներ են, բանակը նոր ծառայած ավարտած տղաներ, նրանք կարգ ու կանոնը ամեն ինչը գիտեն։ Ու դրա համար մեր համար հեշտ է դա։ Դե ինչ, շատ շնորհակալ ենք, որ այսօր մեր հյուրն եք, իսկապես մենք մեծ պատիվ է մեզ համար, որ դուք մեր հյուրն եք, քանի որ այսօր ձեր տոնն է, եւ մենք միայն ձեզ պետք է շնորհակալություն հայտնենք եւ բոլոր նրանց, ովքեր առհասարակ ծառայում են, ովքեր, չգիտեմ, հայրենիքի համար ամեն ինչ անում են եւ նվիրված են նրան։ Այնպես որ ձեզ ամենայն բարիք, թող այսօրը իսկապես մեծ տոն լինի եւ ոչ միայն այսօր, այլ միշտ ձեզ համար ուրախ օր լինի ցանկացած օր, քանի որ դուք դրան արժանի եք։ տղաներին արի մի անգամ էլ հրավիրենք, չես ուզենա մի անգամ էլ գան փշակվեն։ Իհարկե կուզենամ, ես միշտ կուզենամ։ Կարող ենք խնդրել տղաներին մի հատ Մեծ սիրով, հրավիրենք։ մեծ սիրով։ Եթե հնարավոր է, իհարկե ես մեծ հաճույքով կուզենամ։ Կատարենք հայկական բանակի երգ։ Հայկական բանակի երգը, ես երգելն եմ, Գարիկ։ Երգես։ Վերջ, այո, իհարկե։ Կրնի Անահիտը երգի։ Ոչինչ, չէ։ Միանշանակ։ Ես սիրում եմ այդպես ցույց տալ, որ կինն էլ կարող է։ Կարող է երգել։ Հիմա վերջապես կլսենք մեր սիրելի երգը, Գարիկ։ Երգելու ես, չէ։ Հա, Մեր անունն է հայկական բանակ։ Տապ-տապ-տամ։ Տապ-տապ-տամ։ Տամ։ Գարում ենք վերջ։ Ահա նրանք սկսում են։
Բրավո իսկապես։ Բրավո, շնորհակալություն ձեզ։ Մեզ մոտ միայն Շնորհակալություն ձեզ մաղթում ենք հաջող օր։ Իսկ մենք պետք է ընդհատվենք գովազդով։ Եվ բարի ծառայություն։ Ամենայն բարիք բոլորիդ, շնորհակալ ենք։ Նորից բարի լույս բոլոր նրանց, ովքեր այս տոնական եթերի օրը մեզ հետ են, առավոտը շանթում ծրագրի հետ են, եւ մենք պետք է շնորհակալություն հայտնենք դե իհարկե մեր հովանավորներին։ Եվ այսպես մեր առողջարար հովանավորն է Մոր եւ Մանկան առողջության գիտահետազոտական կենտրոնը, անվճար պալատներ եւ 3 անգամյա սնունդ։ Մոր եւ Մանկան առողջության գիտահետազոտական կենտրոն, վերարտադրողական առողջության առաջատարը Հայաստանում։ Մեր հաջորդ օգտակար եւ կենցաղում շատ պիտանի հովանավորն է Յուտակ սոսինձները։ Ձեր անփոխարինելի օգնականը տանը եւ գրասենյակում Յուտակ, արագ, հեշտ եւ հարմար։ Եվ կարծում եմ Յուտակը պետք կգա նաեւ ցանկացած զինվորին, չէ՞, որովհետեւ սոսինձը պետքական բան է։ Այո։ Մարտի դաշտում ինչ որ մի բան։ Մարտի դաշտում որ խելոք չմնա ճշտամեն վերսս կծնես հողին։ Եվ վերջ, մեր տաղավարում արդեն մեր շատ սիրելի հյուրն է, ում պետք է նույնպես շնորհավորենք եւ ես շտապում եմ ձեզ ներկայացնել։ Եվ այսպես մեր հյուրն է օդանավակայանի տեխնիկական ապահովման գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մելքոնյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես է տրամադրությունը։ Փառքաստու շնորհակալություն տոնական։ Մենք շնորհավորում ենք ձեզ, ցանկանում ենք ամենայն բարիք, թող որ այսօրը ձեզ համար իսկապես տոն լինի եւ հետաքրքիր է ինչպես եք դուք նշում այսօրը։ Նախ օգտվելով առիթից ես կուզենայի շնորհավորել մեր աշխարհասփյուռ հայազգին, ցանկանալ մեր զինված ուժերի նորանոր հաջողություններ, իդեմս մեր զինվորի եւ օրը դե սովորական ճիշտ ասած առավոտյան արդեն այցելել եմ իմ տղայի ծառայության զորամաս, շնորհավորել եմ տղայիս, զորամասի անձնակազմին, դե օրը ընթացքում կոլեկտիվի հետ, ընտանիքի հետ։ Մենք էլ ենք շնորհավորում ձեր տղային, բոլոր զինվորներին, ձեզ իմ կողմից շնորհավորում եմ, քանի որ մեր հյուրն եք։ Իրոք ես ցանկանում եմ, որպեսզի բոլորի ծառայությունը անցնի միայն խաղաղ պայմաններում եւ այդպես համարենք, որ ձեր միսիան եւ նպատակը կատարվել է կյանքում, մեր խաղաղությունը ապահովել եք դուք։ Իսկ առհասարակ ինչ նշանակություն եւ իմաստ ունի բանակի օրը անձամբ ձեզ համար։ Ես պետք է ասեմ, որ ես խորհրդային զինված ուժերի կադր եմ եւ բանակի տոն հասկացողությունը սա իմ համար նոր բան չէ, ես տեսել եմ եւ խորհրդային զինված ուժերի բանակի տոնը ոնց են կազմակերպում եւ անցկացնում եւ նշում եւ արդեն շուրջ 21 տարի է մեր հայկական զինված ուժերի իհարկե մեծ պատիվ է եւ շատ ավելի ուրախ եմ, երբ որ մեր հայկական տոնն ենք նշում, որովհետև երկար տարիներ չենք ունեցել անկախություն եւ տոն անկախ հանրապետության բանակի սա մի այլ իմ համար նշանակություն ունի եւ ասեմ, որ մեծ հպարտությամբ շատ մեծ հաճույքով հագնում եմ իմ տոնական համազգեստը եւ ասեմ, որ թե քաղաքում շրջելիս, թե ցանկացած վայր գնալիս մեծ հպարտություն եմ ապրում, որ մեր զինված ուժերի ներկայացուցիչն եմ ու ասեմ, որ կցանկանայի բոլորը մեծ խանդավառությամբ նշեին այս տոնը։ Մենք էլ ենք հպարտ, որ այսօր մեր հյուրն եք, խոսեցինք զինվորից եւ ձեր տղայից, ով այժմ ծառայության մեջ է, այնպես որ հետաքրքիր է ինչպես է անցնում զինվորի օրը զորամասում, մենք պատրաստել ենք տեսանյութ, դիտենք, այնուհետեւ վերադառնանք։ Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար։ Այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։ Նժդեհյան այս խոսքերն օրվա հրամայականն էին նորանկախ Հայաստանի համար 1992 թվականի հունվարի 28-ին, երբ կառավարությունը որոշում ընդունեց հայոց ազգային բանակի ստեղծման մասին։ Այդ պատմական դեպքից անցել է 21 տարի։ Հայկական բանակն այդ ընթացքում հասցրել է կայանալ ու դառնալ մեր պետության կարևորագույն հիմնասյուներից մեկը։ Վաշտի արտակամուտքի մոտ։ Գազ պարոն կապիտան մեր տպավորության ընթացքում ոչ մի հրադարձ տեղի չի ունեցել։ Զեկուցող Վաշտի արտապաշ Արկային Մարտիրոսյան։ Ազատ։ Ազատ։
Զինվորական հագեցած օրվա սկիզբն ազդարարված է, մնում է ամեն ինչ արագ ու ժամանակին անել։ Առջևում մարմնավարժություն, հետո առավոտյան ստուգատես, ապա նախաճաշ եւ այլն։ Հիմա 8:45 րոպե զորամասում ոչ մի ձայն չկա, նույնիսկ կատվի մլապոց չես լսի։ Բոլորը կազմ պատրաստ սպասում են հնչող հրամանին։ After. Yes. අවසայցուն դեպի ձեզ։ Նորակոչիկ Դավիթ Միրզոյանն ընդամենը 45 օր է ինչ ծառայում է հայոց բանակում, քաղաքացիական ազատ կյանքից հետո ապրել հատուկ ռեժիմով, շարժվել խիստ կարգուկանոնով մի փոքր դժվար է, բայց չի բողոքում, փորձում է սովորել ինչ է, երբ եւ ինչպես անել։ Ցանկանում եմ բոլոր մայրերին, բոլոր ծնողներին թու հաղթարեն այս ամեն ինչը, համբերեն, մի քիչ սպասեն մեզ, այդքան շատ չմտածեն մեր մասին, մենք լավ ենք, ստե ամեն ինչ նորմալ է։ Գնանք շուտ կհասնենք մեր ծնողներին։ Ծառայող ընկերներից հաճախ է լսում, որ այս 2 տարին մեծ հնարավորություն է վերագնահատելու ապրած կյանքն ու սեփական անձը, հղկել բնավորության գծերը, սովորությունները եւ եթե կարիք կա հիմնովին փոխել դրանք։ Բանակը շատ բան է փոխում մարդու հանդեպ, ավելի լավ ես մտածում, ավելի ճիշտ ես մտածում, ամեն ինչ փոխում է, ավելի կոփում է մարդուն։ 18 տարեկան գալիս ես, 20 տարեկան գնում ես։ Թե սպայի, թե շարքային զինվորի հիմնական նպատակն է այստեղ օտար միջավայրում գտնել փոխադարձ ըմբռնում։ Այն օգնում է ընդհանուր նպատակին ավելի արագ ու արդյունավետ ճանապարհով հասնել։ Ուրեմն տղու մոտով գասաբանակ հաստատ այդ ամեն ինչը կանցնում ավելի կոփում, ավելի հեռուն է մտածում, ավելի խորն է մտածում։ Ստենենցա որ դու ես քո գլխի տերը, ուսոյս դու ասենք ընդ պապա, մամա, ասենք ամեն ինչը կա։ Ստե մեր սպաներն են էլ այդ ամեն ինչը։ Ճաշի ժամանակ սովորաբար քար լռություն է, բայց այսօր սովորական օր չէ, անակնկալ ծափեր իրարանցում։ Այսօր զինվորներից մեկի ծննդյան օրն է։ Զինվորները ծափահարում են եւ իրենց ծափահարությունով ինձ հասկացնում են, որ այսօր ինչ որ մեկի ծննդյան օրն է, իսկ մենք մեր, այսպես ասած, հոգեպահուստից կամ այն ինչ որ տրվում է տոնական օրերին, բաժին ենք հանում տվյալ օրվա հոբելյարին։ Լավ, շնորհավորում եմ։ Ճաշից հետո հետճաշը հանգիստ է, հետո ստորակարգի սկսում են պարապմունքները։ Պատվո պահակային վաշտում ամենագլխավորը շարային քալքն ու զինավարժությունների դասն են։ Հենց դա է պատճառը, որ նրանք միշտ առանձնանում են իրենց շարային պատրաստվածությամբ։ Լարված ու հագեցած օրվանից հետո երեկոյան ճաշ ու հանգիստ, ծառայության 1 օրն արդեն ետևում է։ Այսպես 2 տարի նույն խանդավառությամբ ու պատրաստակամությամբ։ Բան չնաս 4 ամիս բան է մնացել, շատ մտածեք գամ կաստամ ամեն ինչ նորմալ է։ Ծնողներն առողջություն 4 ամիս բան մնացել կպրծնենք կհասնենք իրենց բնականաբար կարոտը կա։ Զենքերն ուսին հպարտկեցվածքով այս տղաները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև մեր բոլորի հպարտությունն են։ Գիշեր թե ցերեկ ամռան շոգին, թե ձմռան ցրտին, նրանք են պահապանները մեր երկրի խաղաղության։ Շնորհավոր տոնդ հայոց բանակ։ Իսկապես շնորհավոր տոնդ հայոց բանակ, լավ է ասված եւ ես պետք է շտապեմ ձեզ ներկայացնել մեր մեկ այլ հյուրին, որը հենց նոր միացավ մեզ եւ այսպես զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության հրամանատարական պատրաստության բաժնի պետ գնդապետ Արթուր Պողոսյանի հետ։ Բարի առավոտ, շնորհավորում ենք ձեզ, պարոն Պողոսյան, եւ ձեր տրամադրությունն ինչպես է, ինչպես եք նշում այսօրվա օրը։ Շատ բարձր։ Բնականաբար այսօր տոն է եւ համազգային տոն, որը մեծ նշանակություն եւ խորիմաստ ունի ինչպես ողջ ազգի, այնպես էլ ինձ համար։ Քանի որ այսօր հայկական բանակը դա պետության ամրության եւ անկախության վկայականն է, որ մենք ձեռք ենք բերել դժվարություններով եւ մարտական խնդիրներ կատարելով։ Դա մեզ համար հպարտության, նվաճման եւ հոգեկան վիճակի մի տեսակ է։ Իմ կարծիքով ամեն ինչ ասված է եւ ես կուզեի սրտանց շնորհավորել մեր զինվորից միջև մեր գերագույն հրամանատար բոլորին 20-ամյակի կապակցությամբ եւ ցանկանայի խաղաղ ու անամպ երկինք։ Ես ուրախ եմ, որ գտնվում եմ ձեր մոտ եւ շնորհակալ եմ հրավերքի համար։ Ձեզ էլ շնորհակալություն, մենք գիտենք ձեր մարտական ուղին, որ անցել եք, ձեր մարտական ուղին սկսել եք հենց Ղարաբաղյան պատերազմից եւ մինչ այսօր ծառայության մեջ եք։
տեսեք կարելի ասել մեր բանակի կազմավորման ամենասկզբից դուք հետևել եք քայլերին, որ կատարվում է բանակում, ինչ փոփոխություններ եք նկատել առ այսօր ամենակարևորները կարող եք նշել։ Ինչ բարեփոխումներ են։ Կուզեի նշել, որ ինքներդ լավ գիտեք, որ Արցախյան ազատամարտի ժամանակ կամարական ջոկատներով պայքարելը դա արդյունավետ էր, բայց ոչ այնքան, ինչպես որ կլիներ կանոնավոր բանակով։ Ուստի մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծ ջանքերով կամարական ջոկատները միացվեցին եւ ստեղծվեց հայոց բանակը։ Այսօրվա բանակը դա կանոնակարգված հզոր է իր առօրյա գործունեությամբ, մարտական պատասխան գործընթացի ճիշտ կազմակերպմամբ։ Եվ ես ուրախ եմ, որ ծառայում եմ հայոց բանակում, որը տարի կատարելագործում է սպառազինության տեսակները, համալրում, կատարելագործում է ամբողջ անձնակազմի պատրաստության համար ուսումնասիրական բազան եւ ինչպես նաեւ ամեն տարի կատարելագործում եւ ամրապնդում է մեր զինծառայողների եւ սպայական կազմի պատրաստության մակարդակը։ Լավ, գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ խուսափում են զինծառայությունից։ Հետաքրքիր որն է պատճառը եւ ինչպես անենք, որ դա վերանա ի վերջո։ Ցավոք սրտի դա ճիշտ է, շատ երիտասարդներ խուսափում են, դրանք ունեն իրենց տարբեր պատճառները եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով առաջացած ձևակերպված կարծրատիպերը։ Իմ կարծիքով առաջին հերթին դա գաղափարադաստիարակչական աշխատանքներն են, որ պետք է կատարվեն նրանց մոտ սերմանելու հայրենիքի հանդեպ սերը, որը ես կարծում եմ դա գենետիկորեն փոխանցվող է, ծնվում է երեխայի հետ, ձևակերպվում, կերպար է ստանում եւ հղկվում է ընտանիքում, դպրոցում եւ շրջակայքում։ Կուզեի նշել, որ մեծ դեր ունեն զանգվածային լրատվական միջոցները, հեռուստացությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները։ Մեր այսօրվա պետական քարոզչական մեքենայի ռազմավարական խնդիրը գերխնդիրն է, դաստիարակել նվիրալ հայ, ճիշտ եւ օրինակելի քաղաքացի, որը պատրաստ է հարկ եղած դեպքում պաշտպանել իր հայրենիքը, լինել բարոյական, բարձր ազգային ինքնագիտակցմամբ, որի համար մենք ունենք շատ աշխատանքներ եւ պետք է ջանքեր գործադրենք հասնելու դրան։ Իհարկե, այսինքն միշտ հույսով եմ, որ այդ դրա արդյունքներից ելնելով կնորսրանան բանակից խուսափողների շարքերը։ Այո, խնդիրներ կան, մենք բոլորս դա ընդունում ենք, բայց պետք է ընդունենք, որ խնդիրները լուծվում են։ Ամեն դեպքում, երբ որ ես էի ծառայության մեջ եւ երբ որ ես հիմա եմ այցելում ծառայողներին, ես ինքս տեսնում եմ այն խնդիրները, որ իմ ժամանակ կար, արդեն լուծված։ Այսինքն իդեալական վիճակում չի, ոչ մի բան էլ իդեալական վիճակում չի, բայց կարևորը բարեփոխումներ լինում են։ Կատարվում են եւ գնում են առաջ։ Պարոն Մելքոնյան, ձեզ մի հարց կուզեի տալ, մեր բանակը համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը։ Այս կուզեի իմանալ ինչ չափորոշիչներով են ընդհանրապես որոշվում։ Արդյոք դա այդպես է, թե դա ուղղակի կարծիք է։ Ես գիտեմ, որ այդպես է ու համարվում է, բայց ինչ չափորոշիչներով է դա։ Իհարկե դա համապատասխանում է իրականությանը, որովհետև ես կասեի, որ ամենավերջին տեխնիկայով զինված բանակը, չունենալով բարձր մարտական ոգի, չունենալով նվիրվածություն ազգին, չունենալով սեր դեպի հայրենիքը եւ հայրենի հողը, ոչ մի տեխնիկական միջոց, ոչ մի սպառազինություն չի հանդիսանում գրավական, որ կարող են իրենք լինել հաղթող կամ հաղթանակած։ Այսինքն ես կասեի, որ բացի սպառազինությունը, որը մենք ունենք, մեր ազգը ունի բարձր մարտական ոգի եւ նպատակաուղղություն, ու ինձ թվում է մենք շատ շուտով կհասնենք ավելի ու ավելի շատ։ Այսինքն դա գալիս է նաեւ զինվորից, ոչ միայն ռազմական տեխնիկայից, հոգեբանական վիճակից։ Եվ շատ կարևոր թեմա էլ որ բարձրացեցիք, դա բանակից խուսափելու մասին էր, որ ասացիք, որ դա հենց պետք է դաստիարակությունից է գալիս, դա այո, ոնց հոգեբանական էլի բան է, որ մարդը խուսափում է, պետք է չխուսափել, պատրաստ լինի, որ գնա հայրենիքին ծառայի։ Իսկ չեք համարում, որ խնդիրներից մեկը նաև այն էր, որ ժամանակ կար, որ բացի խուսափելուց նաև լծակներ կար, որի միջոցով դու կարող էիր խուսափել բանակից ծառայելու, բանակում ծառայելուց եւ օգտագործելով քո լծակները իրոք չծառայեր եւ մարսեր այդ ամեն ինչը։ Հիմա այդ խնդիրները նույնպես լուծվում են։ Ես
խնդրեի, որ թույլ տայիք ինձ անդրադառնալ առաջին հարցին եւ շարունակել երկրորդը։ Իհարկե։ Տարածաշրջանում, որ մենք մարտունակ բանակն ենք, դա ոչ ներպետական գնահատական է, արտերկրների հզոր եւ փորձառու բանակ ունեցող պետությունների ներկայացուցիչների տված կարծիքն է, արդյունքն է։ Դրա չափորոշիչները ես ուզում եմ նշել, դա համատեղ զորավարություններն են, խորհրդակցությունները, տարբեր կարգի միջոցառումները, որոնց ընթացքում մեր հայոց բանակի կողմից ընդգրկված ստորաբաժանումները ցուցաբերել են արժանվունս եւ արժանացել են բարձր գնահատականների։ Դրա արդյունքով այլ երկրների կարծիքը նաեւ նա է, որ մենք բարտունակ բանակ ենք ամբողջ տարածաշրջանում։ Եվ դրա ապացույցն է նաեւ, որ մենք կարողանում ենք այսօր պահպանել մեր անդորը, մեր խաղաղությունը, մեր հայ ազգի աշխատանքն ու առօրյան։ Իսկ ինչ վերաբերվում է բանակից ծառայությունից խուսափելուն, ես կնշեի, որ մեր պաշտպանության նախարարի եւ գերագույն հրամանատարի ջանքերով ստեղծվել են պայմաններ, որ խուսափողները կամ խուսափողներին աջակցողները օրենքի սահմանների մեջ են եւ չեն կարող անցնել սահմանագիծը, անցնելու դեպքում բնականաբար դուք ինքներդ հեռուստատեսությամբ տեսնում եք, պատժվում են օրենքի կարգով։ Շատ լավ։ Իսկ շատերը նաև բողոքում են, որ ծառայության ժամկետն է երկար եւ ինչպես է որոշվել, որ այն պետք է լինի 2 տարի, արդյոք հետագայում փոխվելու է թե ոչ։ Կա հավանականություն դրա։ Շատ հետաքրքիր է։ Իմ ժամանակահատվածը ասում են, հեսա կփոխվի։ Հեսա մի տարի կդառնա։ Ուզում եմ նշել, որ բանակը, բանակաշինությունը, պաշտպանական բարեփոխումները, սպայական կազմի, զինվորական անձնակազմի պատրաստությունը դա չունի սահման, դա անդադ գործընթաց է։ Ուստի հետագայում փոխարինի թե ոչ դա ավագ որոշումն է, բայց ինչու 2 տարի, ես կուզենայի նշել, քանի որ նորակոչիկները զորակոչվելով բանակ նրանք ունեն 6 ամսյա պատրաստության ընթացք, որի ընթացքում նրանք ուսուցանվում են, անցնում են երիտասարդ զինվորի ծրագիրը ուսուցանվում են, որից հետո մասնագիտություն են ձեռք բերում, իսկ մնացած տարի կես ժամկետում նրանք կատարելագործում են։ Այսինքն 2 տարին ապահովում է, որպեսզի զինծառայողը կատարելագործված զինվորական, իր գործին հմուտ, իր գործառույթների իմացող զինվորական նոր զորացրվի բանակի։ Մեր ժամանակ ինչի էս հարցը տվեցին, ինձ էլ է շատ հետաքրքիր, որովհետև մեր ժամանակ ասում են, չէ, հեսա ավելացնելու են, որովհետև այս սերունդը, որ գալիս է, իրանք քիչ են քանակությամբ եւ պետքա որ պլան ապահովեն, sense թեմաներ կար, զինվորների մեջ խոսակցություն եմ ձեզ ասում, որ իմանաք ինչ խոսակցություններ էր, ասում են քիչ են, ասենք հետո մեզանից հետո պետք է ծառայեն 89-90 թվականներին ծնվածները, ովքեր ասում են քիչ է եւ պետք է բանակը դարձնեն 3 տարի, որպեսզի կարողանան հասցնեն մինչեւ մյուս սերունդը գա։ Իմիջիալոց հենց կարող է դա ուղղակի միֆ էր, որ խոսում են, բայց կապ ունի դա ազգաբնակչության հենց քանակության հետ, թե որ ինչքան են ծառայում, որտեղ կարող է 2 անգամ ավելի շատ լինենք, մի տարի ավելի արագացված տեմպերով, ասենք, զինվորը սովորեր, ծառայեր, որպեսզի հասցնեին։ Բնականաբար այսօր մեր զորակոչային տարիքի երիտասարդների քանակը համեմատաբար քիչ է, սակայն դա մենք կարողանում ենք կարգավորել, ինքներդ լավ գիտեք, որ բանակում արդեն գործում է պայմանագրային հիմունքներով ծառայությունը։ Ուստի բոլոր զորամիավորումներում, զորամասերում, ստորաբաժանումներում ստեղծվում են պայմանագրային ստորաբաժանումներ, ցանկացողները կարող են դիմել եւ անցնել ծառայության։ Իսկ հետագայում 1 տարի կամ 2 տարի ծառայության ժամկետները կորոշի վերադարձ հրանդարությունը։ Լավ, որոշ փոքր երկրներում ես էլի կանանց խնդրին անդրադառնամ, կանայք նույնպես ծառայում են։ Ինչպես եք համարում, դա ճիշտ է թե ոչ, եւ արդյոք Հայաստանում կգա մի օր, որ դրան էլ կհասնի գուցե քանակի խնդիրն է այդ դեպքում։ Պարտադիր ծառայության որ անցնեն կանայք։ Դե պատրաստված կանայք կլինեն, իմանանք ինչպես պաշտպանվել, ինչպես արձակվել։ Գնում եք, ոնց պատտվում եք, չէ, պարտադիր որ պարտադիր գնանք ծառայության։ Երբ կարող ենք այդ օրենքը մի հատ քննարկել։ Ես կուզեի նշել, որ մենթալիտետի հարց չէ, որ հայ կինը չի ծառայում։ Ուղղակի բարեբախտաբար առ այսօր մեր տղամարդիկ զինվորականները կարողանում են պաշտպանել պետությունը, պահպանել ընտանիքների, մասնավորապես մեր կանանց եւ երեխաների անդորը։ Միշտ պատմության ընթացքում եւ առօրյա կյանքում հայ կինը միշտ եղել է իր տղամարդի կողքին սատար է կանգնել։ Ես չեմ գտնում
Եվ ամենածանր պահին միշտ աջակցել եւ թիկունք է եղել հայ զինվորականին, հայ տղամարդուն։ Իրադրությունից է ծնվում անհրաժեշտությունը իմ կարծիքով։ Իհարկե։ Ես գտնում եմ այժմ դրա կարիքը չկա։ Փաստ է, որ ամեն փոքր ազգի կանայք, տղամարդիկ պետք է կարողանան ինչ-որ չափով տիրապետել մարտական գործին եւ այլն, բայց պարտադիր ժամկետային ծառայության համար ես գտնում եմ դրա կարիքը չկա։ Մեր հայկինը պիտի ընտանիքը կայունացնի, նա մեր հիմքն է, ընտանիքի։ Ես հասկացա մենք ոնց պետք է ծառայենք, մենք պետք է իսկապես զինվորներ լույս աշխարհ բերենք եւ շատ, ինչքան շատ այդքան լավ, չէ՞։ Դրանով մենք նույնպես կծառայենք եւ ուղղակի կանայք կռվող, ասենք աղջիկ ուրիշ ձև է կռվում, հասկանում ես։ Տղան ուրիշ ձև է կռվում, բայց աղջիկը մի քիչ վտանգավոր ավելի բաներ ունի, էլի, ասենք կարելի է կանաց ճանգռող ջոկատ միած ստեղծել, հենց այն վտանգավոր կանանց, այսպես հարցակվեն ճանգռեն բոլորը։ Կանանց ջոկատ։ Պարոն Մերկոնյան, դպրոցներում ռազմագիտության դասընթացները ինչ մակարդակի վրա են հիմա անցկացվում։ Չեք կարծում, որ հենց այդ դասընթացները կարող է հենց սկիզբ եւ սերմ լինել երիտասարդի մեջ, դեպի սերը դեպի բանակ եւ դեպի ուզենալ ծառայել, այսինքն բան ստեղծի աշակերտի մեջ, որ ուզենա ինքը լինի զինվոր։ Ձգտում, հասկանալի է, ուրեմն արդեն բավականին բարձր մակարդակի վրա է դպրոցներում նախնական զինվորական այդ պատրաստության դասընթացները կազմակերպում։ Տարիներ առաջ ավելի բարդ էր, չկար ուսումնական բազա, ավելի քիչ էր, ոչ թե չկար, ավելի քիչ էր ու այսօր արդեն կա Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն զորամասերին ամրացված են որոշակի դպրոցներ, որոնց զորամասերից կատարում այցելություններ եւ աջակցություններ իհարկե թե նյութատեխնիկական միջոցների, թե ուսումնական բազայի գրականության հետ կապված, թե հանդիպումներ ուղղակի մարտական գործողություններ անցած զինծառայողներ են ուղարկում դպրոցներ, հանդիպումներ կազմակերպում աշակերտների հետ, պատմում անցած մարտական ուղուց, որը ինձ թվում է ոգեշնչող է, որը ինձ թվում է ավելի կբարձրացնի դպրոցում այդ նախնական զինվորական պատրաստության դասընթացի որակը ըստ իս։ Ինձ թվում է մենք շատ կարճ ժամանակահատված է, որ անկախություն ենք ձեռք բերել եւ մի քիչ էլ շտապողական ենք երևակայի թե շտապում ենք ամեն ինչ ունենանք ու շատ արագ ու շատ բարձր որակի։ Չէ, միանգամից ոչ մի բան չի լինում, ինձ թվում է մանավանդ այսպեսի բարդ համակարգի համար։ Այո, իհարկե, եւ զինված ուժերը եւ առհասարակ զինված ուժեր հասարակայնություն կապը բավականին բաներ կա, աշխատանքներ կա տանելու, ինձ թվում է դա ժամանակի հարց է եւ կկարգավորվի։ Շատ լավ, իսկ բանակը փակ համակարգ է ինքը իրանով, չեք կարծում, որ եթե ԶԼՄ-ների, ՀԿ-ների համար ավելի բաց եւ թափանցիկ լիներ, կարող է բարեփոխումները շատ ավելի արագ լիներ։ Թե վտանգ կա, որ ինֆորմացիայի արտահոս կարող է լինել։ Ես ես հասկացա, բանակի կղզիացումը ճիշտ չէ, բայց տեղեկատվության արտահոսքը պետք է լինի չափավորված։ Պետք է բացառել անհիմն իրավական հիմքեր չունեցող տեղեկությունները, որոնք ինքներդ լավ գիտեն, սփռված են ամբողջ ԶԼՄ-ներով, ինտերնետ կայքերով եւ սայթերով։ Դա պետք է բացառենք, քանի որ ոչ հիմնավորված եւ չպարզաբանված տեղեկատվությունը թյուր կարծիք է ստեղծում հայոց բանակի մասին։ Եվ ես կուզեի նշել, որ դա նաեւ իր բացասական ազդեցությունն է ունենում երիտասարդների մոտ խուսափելու հայոց բանակում ծառայելու։ Դա միանշանակ։ Հասարակության հետ պետք է կապերը ամրացվեն, պարզ լինեն, սակայն տեղեկատվության արտահոսքը շատ սխալ է, եթե նա պարզաբանված եւ հիմնավոր չէ։ Շատ լավ։ Լավ, մեր հարևանների կողմից պարբերաբար սպառնալիքներ են հնչում եւ մենք կարծես արհամարում ենք դրանք։ Դրանք ինչ են տալիս մեզ եւ ինչ է տալիս նրանց։ Ասեմ, որ դուք ինքներդ լավ գիտեք, որ բամբասում են թույլերը, որոնք բամբասել կամ խոսել սիրում են միայն թույլերը, իսկ ուժեղները չեն խոսում։ Մենք հզոր հաղթանակած բանակ ենք եւ գիտենք, որ առհամարանքը հզոր զենք է։ Առհամարելով հանդերձ կուզեի նշել, որ մենք չենք հանգստանում
Նրանք միշտ մեզ ուղղակի հիշեցնում են, որ իրենք թշնամի են, իրենք անհաշ թշնամի են։ Եվ մենք պատրաստ ենք միշտ մենք պահպանում ենք զորքերի մարտունակությունը, պատրաստ ենք եւ դրա իրենց բամբասանք օգնում է միշտ արթուն լինելու։ Օգուտ են քաղում ենք իրականում իրենց բամբասանքից։ Լավ, բայց եթե Աստված չանի ու պատերազմը սկսվի, իրոք մենք կկարողանանք եւս մեկ անգամ հաղթել, պատրաստ ենք։ Միանշանակ։ Ահ, ես ինչ շատ ապահով զգացի կարիք չեմ։ Ինչ լավ է, շնորհակալ ենք։ Վերջի հարցը խնդրում եմ, որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչ հատկությունն է, որ մենք ամենաշատ ունենք, մեր զինվորը ամենաշատ ունի։ Կարող եք ասել, ինչն է ամենակարևորը կռվի դաշտում։ Կռվի դաշտում ամենակարևորը եկեք նշեմ, նախ պետք է զինծառայողը ունենա բարձր մարտական վարպետություն, տիրապետի իր ֆունկցիոնալ պարտականություններին, ամրացկացված զենքին սպառազինությանը։ Սակայն այդ բոլորը գերազանց տիրապետելով ունենալով հանդերձ, եթե զինվորը չունի մարտական ոգի, ուրեմն նա դատապարտված է պարտության։ Ես համոզված եմ, որ մեր զինծառայողները ունեն մարտական ոգի, քանի որ նրանք հաղթանակած բանակի հետնորդներ են եւ բոլորս այսօր զինվորական լինելով հանդերձ մասնավորապես կուզեի նշել իմ համար իմ զոհված հրամանատարի կիսատ թողած գործն եմ շարունակում։ Շնորհակալություն ձեզ։ Բրավո, մի քիչ առաջ մեր մարտական ոգին բարձրացեցին մեր նվագախմբի տղաները մի ուրիշ տիպի այդ ամեն ինչը արեցին։ Եվ հիմա այդ ամենը շարունակվեց նրանով, որ դուք եք մեր հյուրը, եւս մեկ անգամ ձեզ շնորհավորում ենք, մաղթում ամենայն բարիք, մարտական ոգին թող ձեր կողմից փոխանցվի նաեւ մեր երիտասարդ զինվորներին եւ ապագա զինվորներին, իսկ մենք շարունակենք մի լավ երաժշտությամբ, որից հետո կվերադառնանք։ Այո, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Vacation in the Faroe land. Uncle Sam does the best he can. You're in the army now. Oh, you're in the army now. Now you remember what the draft man said. Nothing to do all day but stay in bed. You're in the army now. You'll be the hero of the neighborhood. Nobody knows that you left for good. You're in the army now. Oh, you're in the army now.
Վերադարձանք տաղավար, մեր տոնական եթերը շարունակվում է։ Ես ողջունում եմ իմ ռազմագիտության ուսուցչին, որը ամեն դասը սկսում էր օրհներգով, ավարտում էր օրհներգով, սովորեցնում էր մեր երթումը ազգային հերոսները, ինչպես նաև կրակել, այնպես որ ես Անահիտ Ալեքսանդրի Կիրակոսյանս ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր կերպով երթվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս Հայաստանի Հանրապետությանը եւ չխնայել կյանքս հանուն նրա գովազդ մեր եթերում Գարիկ ջան գնացի։ Բայց ես էլ ուզում ողջունել իմ ռազմագիտության դասատուին, ով մեզնից տիրի փող հավաքեց, մենք հավաքեցինք առանք տիրը, բայց այդպես էլ չկրակեցինք գովազդ մեր եթերում։ Եվ այսպես հայոց բանակի եւ մեր հաղթանակների մասին զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի ազգային ժողովի падգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես ես։ Տոնական է տրամադրությունը։ Մենք արդեն հագուստից զգում ենք, որ իսկապես տոնական է։ Լրիվ մեջն ենք։ Լրիվ մեջն ենք, այո, բոլորս այսօր ունենք մի մասնիկ զինվորից։ Շուշան ջան, մենք բացի հայուհի լինելուց, բացի նայած որ բոլոր հայերը պետք է նվիրված լինեն մեր բանակին, բանակը նրանց, այսօր պետք է լինենք տոնական, դու միշտ հայտնի ես եղել քո առանձնահատուկ վերաբերմունքով բանակին, համերգները, որ այնտեղ անցկացնում եք, դրա համար կոնկրետ որպես Շուշան Պետրոսյան, մեզ կասես ինչ օր է այսօր քեզ համար։ Ինձ համար շատ հատուկ օր է, որովհետև ես 88-ի սերունդն եմ, ում աչքի առաջ ուղղակի կազմավորվեց բանակը, կառուցվեց բանակը, կայացավ բանակը, առաջին հաղթանակած, առաջին կոնկրետ բարոյական, ոչ բարոյական հաղթանակը, կոնկրետ հաղթանակը ունեցանք 20-րդ դարում, որով որ պետք է պարտանանք և մի ցանկություն եմ ընդամենը, փառք ու պատիվ նախ բոլոր զինվորներին, բոլոր պատերազմում զոհված և ավելի ցավոտ է ինձ համար, կրկնակի ցավոտ է խաղաղ պայմաններում զոհված զինվորների համար, փառք ու պատիվ և իհարկե մի շատ կարևոր բան, խնամքով եմ ուզում վերաբերվենք բանակին, մենք, որովհետև հաճախ մենք բողոքողներս, զազրախոսներս շատ ենք վնասում բանակին, դավաճանության նման բան է, այո, իհարկե պետք է պահանջես, որ ամեն ինչ ճիշտ լինի, բարոյական արտաքինը և մոտեցումը զինվորին չկորի երբեք բանակում, բայց նաև կա ակունքը, ընտանիքը, որտեղ որ դաստիարակվում են այդ երեխեքը կամ չեն դաստիարակվում։ Գնում են բանակ, ուժեղը փորձում է ճնշել թույլին, հարուստը աղքատին, քաղաքի կենտրոնինը ծայրահեղ գյուղից եկած տղային, այս ամեն ինչը պետք է վերանա։ Որովհետև մենք մեզ իրավունք չունենք նման շռայլություն թույլ տալու, մենք աշխարհագրական այն դիրքը չենք ընտրել, Աստծո կողմից չի ընտրված մեզ համար, որովհետև մենք այդպես անպարկեշտ, առանց խնամքի վերաբերմունքի, առանց անսիրտ, անհոգի, մոռանալով որ քրիստոնյա ենք, իրար ջախջախենք, կոպիտ լինենք իրար հետ, հայենք, ցավացնենք, ինքնահաստատվենք, ակլորանանք, դրա կարիքը չկա, բնավ չկա, ինքան քիչ ենք մնացել և այս քչով այնքան մեծ հաղթանակ ենք տարել, որ այս պահին ես ուզում եմ ուղղակի ասեմ փառք ու պատիվ և իմ խոնարհումը բոլոր դիրքերում կանգնած տղաներին։ Բրավո, մենք էլ խոնարհվում ենք դիրքերում կանգնած տղաների իրոք, ես չգիտեմ զինվորների մոտ այսօր կոնկրետ հենց իրենց օրած ինչպես են ասում, իրենց հենց առօրյայում այսօր փոփոխություններ լինելու է թե չէ եւ այս պահին նրանք կատարում են իրենց սովորական պարտականությունները, թե նրանց թույլ են տվել դիտել մեր հաղորդումը, ես հույսով եմ, որ այս խոսքերը կհասնեն նրանց ամեն դեպքում եւ եթե ինչ-որ մեկի մեջ ինչ-որ բան կփոխվի, որովհետեւ շատ կարեւոր է զինվորը զինվորին ինչպես է վերաբերում, որովհետեւ պատերազմը մենք ներսում պետք է հաղթենք առաջին հերթում, որ դուրսը միշտ ունենանք հաղթանակներ։ Ինչպես նշեցինք, դուք հաճախ լինում եք զորամասերում համերգներով։ Ես երբեք չեմ նշում այդ մասին։ Մենք ենք նշել։ Ես տեսել եմ, ես ծառայում եմ, մեկ էլ Շուշան Պետրոսյանը եկավ։ Դրա համար դու նշեցիր ես Քելբաջարում։ Դու ավետը Վասեղան, Հասմիկը Կարապետյան, եկաք զվարճ ասեցիք, ուրախացեցիք, երգեցիք, անուշ բաներ խոսացիք ու թողեցիք գնացիք։ Բայց քոսիրտ մենք մնացինք քոսիրտում։ Այո, ես մինչև հիմա հիշում եմ։ Ես ստանում կներեք ձեր հարցը կիսատ մնաց։ Այնպեսի նամակներ եմ ստանում, այսինքն ես այնպեսի նամակներ եմ ստանում ցնցող, որ ուղղակի դա ինձ այնքան ուժ է տալիս, այնքան էներգիա է տալիս եւ հավատ, որ իսկապես որ մի արտազանված խոսքը իսկապես ոգեղեն ինչ որ սնունդ է տվել այդ պահին
տնից հեռու գտնվող զինվորին դժվար է 18 տարեկան, 17 տարեկան երիտասարդը մամայի կողքին, պապայի ուսին զգալով պապայի շնչառությունը թողնում է գնում է բանակ, գնում է հազարավոր, այսինքն բանակը դա երկիր է հենց երկրի մեջ, պետություն է պետության մեջ, որտեղ բազմագույն, բազմախոհ մարդիկ են ծառայում եւ անշուշտ պետք է գիտակցությունը բարձր լինի, իսկ այդ գիտակցության կերտումը գալիս է տնից։ Զինվորը ինչքան պինդ է, այնքան էլ փխրուն անայդ, պետք է նոր վերաբերվել։ Ես ունեցել եմ նման փորձություն Մեհրաբի զորամասում, Տավուշի մարզում, մի զինվոր ինձ խնդրեց մի անգամ, որ մայրիկը երգեմ պատրանքի թևով։ Դա իմ առաջին, այսինքն փորձությունն էր, առաջին անգամ ինձ խնդրեցին այդ երգը։ Եվ ես երգեցի եւ ես հասկացա, որ սխալվել եմ, որովհետեւ այնտեղ նորակոչիկներ կային, 3 ամսվա ծառայած երեխաներ կային, որոնցից շատերը հիմնականում հուզվեցին, իսկ այդ տղան ուղղակի արցունքները այսպես սկսեց գնալ եւ ես հասկացա, որ բանակում դա անթույլատրելի բան է, որովհետեւ ինչպես նշեցի, սկզբանե տարբեր դաստիարակությունների մարդիկ կան եւ քո փխրուն վիճակը, փլվելը, կարոտը, որը մարդկային է շատ, կարող է վերածվել ուղղակի ծաղրանքի քո հանդեպ։ Եվ ես տղային հրավիրեցի բարի, երկս անմիջապես ընտրեցի շատ աշխուժ երգ, հաջորդ երգը երգեցի նրա հետ եւ այդ մարզահրապարակում բարեցի իր հետ, ինքն էլ էր այսպես արջեր դադարում, որտեվ երգը իսկապես հուզական է, ես ինքս ամեն անգամ երգերից հուզվում եմ։ Մենք նույնպես։ Հա, չմոռանամ նշել, որ երգը գրել է Մարինե Ալեսը, երգի եւ խոսքի հեղինակը։ Եվ ականջին սկսեցի խոսել, ասի, գիտես, ինձ համար էլ ինչ դժվար է, մայրիկս հեռու է ապրում, եւ ինչքան հեռու դու հələ Հայաստանում ես, այսինքն 2 ժամվա, 3 ժամվա ճանապարհ է, կամ լավագույն դեպքում վատագույն դեպքում 6-7 ժամվա ճանապարհ է։ Մայրս Ավստրալիայում է, թռիչքը 24 ժամ է օդանավով։ Փորձեցիք տրամադրությունը փոխել։ Հետո ինքը դարձավ օրվա հերոսը, բայց արդեն այդ հայացքները չէ, որ աչքիցս ոչինչ չի վրիպում, այդ քմծիծաղով հայացքները արցունքներով տղային նկատել էի։ Օրվա վերջում նա օրվա հերոսը դարձավ, այսինքն իմ ջանքերի շնորհիվ, որովհետև հասկացա, որ էմոցիոնալ որևէ բան չի կարողանալ։ Ոգեղեն երգերը պետք միայն։ Ոգեղեն լացուկոց, բացառվում է, ինչ լացուկոց։ Անցել են այդ ժամանակները։ Պետք է նրանց այնպեսի շունչ փոխանցել, եւս մեկ անգամ։ ինչպես մեզ ոգևորեց։ Այո։ Լավ, ես շարունակեմ հարցը, որովհետև ուզում էի նշել, որ զորամասում լինելով ինչպիսին է ձեր տպավորությունը մեր բանակը ներսից, հա, այ հետաքրքիր է։ Գիտեք, ինքան տարօրինակ է, դուք հիմա ինձ ասում եք, երբ ես գնում եմ բանակ, ինձ թվում է այնպեսի տպավորություն, որ ես այնտեղից եմ, ներսից եմ։ Դե շատ դժվար բան է։ Մենք պահանջներ ենք ներկայացնում, դարձյալ վերադառնում եմ նույն բանին, մոռանալով, որ շատ դժվար է մի հոգու, շատ ավելի հեշտ է կոնկրետ մարզի դաշտում, որտեղ դու ունես քո խնդիրը եւ այնտեղ կա հրամանատար եւ կա զինվոր, որ պարտավոր է կատարելու քո հրամանը։ Բանակում մի քիչ ուրիշ է, ամեն դեպքում խաղաղ պայմաններում, այդպես գիտեք, էքստրեմալ իրավիճակներում մարդիկ միանգամից իրենց պարտականությունը հանձնում են այն մարդուն, որ ավելի հմուտ է եւ բնականաբար իր ձայնը ավելի զորեղ է եւ նա ավելի ձայնը որ անցնում է գիտուն է մարտական գործողությունների մեջ, կոնկրետ, այսինքն հեշտ է կառավարել այդ իրավիճակներում։ Հակառակ որ լինում են իրավիճակներ, որ օրինակ զինվորներ են իմ ներկայությամբ եղել են այդպիսի դեպքեր, երբ որ դիրքերից բերել են վիրավոր զինվորի կամ մահացած զինվորի, Աստված կարոտ պահի, որ ուղղակի, ասենք, բլինդաժից դուրս է եկել եւ ասենք հայել է թուրքերին։ Աստված իմ, մենք բոլորս հայում ենք, դա ներքին հայոյանք է, որ մեր ճակատագրի հետ մեզ հետ գալիս է, բայց պետք չի փոխել օրենքները բանակում։ Օրենք կա, չի կարելի բլինդաժից գլուխը բարձրացնել։ Հասկանում եք։ Այսա հենց այդ բանն է, որ պետք չի հրամանատարի կողքին հրամանատար լինել։ Դու զինվոր ես, ուրեմն մնա զինվոր։ Զգուշավոր պետք է լինել եւ դա։ Բոլորին շատ եմ սիրում, բոլորին, ամեն անգամ զինվոր այդ ավտոբուսները որ տեսնում եմ, սիրտս այսպես թրթիռ է ապրում, որովհետեւ փառահեղ բան է ապրել մի երկրում, որտեղ կա կայացած բանակ, իսկ բանակը կայացած է։ Շատ վատ լուրեր ենք լսում, երեք էլ կարդում եմ եւ ուղղակի այսպես արցունքներս գնաց որ կարդացի, դարձյալ բանը զինվոր էր մահացել, որ մի տարի առաջ վիրավորվել էր Եղնիկների զորամասում, շատ վատ եղավ, որովհետեւ այդ զորամասը գիտեմ, այդ զորամասում փառահեղ օրեր եմ ունեցել,
զինվորների հետ ենք մնացել, հա, ես Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Համալյան, Մրոն, մեր երեխեքը մեզ հետ մնացել ենք այդ Զորամասում, Հասիկոն, Էման Պետրոսյան, Ֆորշը, այդ տարբեր տարիներ եմ ասում։ Եվ այդ Զորամասը, երբ որ գիտես սաղ ծակուցուկերը, գիտես դիրքերը, գիտես որտեղ են երեխեքը մարզվում, բոլոր Զորամասերը, դիրքերը հիմա կարևոր չի դա նշել հեռուստատեսությամբ, եւ աչքիս առաջ գալիս է այդ Զորամասը, այդ զինվորները, այդ ծառայողները, որոնք որ ընտանիքից հեռու տարիներ շարունակ ծառայում են, այսպես լացս գալիս է, այնպես անարդար բան կա այդ ամեն ինչի մեջ, որտեղ կարող է ինչ-որ մեկի, անկիրթ մեկի, նուրբ ասած, անկիրթ մեկի պատճառով այսպես ողբերգություն ա եղել, ինչի ախր, ինչի համար, նախով իրավունք տվել, որ մարդ սպանես, առավել եւս հայը հայի հանդեպ, այս այդ խնամքի պակասն է, որ զգում եմ, գիտակցությունը պետք է շատ վեր լինի, շատ վեր, եւ իհարկե պիտի պատժվեն, պիտի պատժվեն շատ խիստ, հրապարակավ, եւ ես պիտի տեսնեմ, դուք պետք է տեսնեք բոլորը, այդպես կոծկելով, դա կործանման է բերում, կոծկել չի կարելի։ Այս կոնկրետ անցած տարվա ընթացքում բանակի մասին սկանդալներ շատ եղան, ես կուզեի, որ ամեն անգամ երբ որ մենք բանակի տոնը նշում ենք, վատ բան չունենանք հիշելու, իրոք։ Սա փառահեղ օր է մեզ համար, դուք հասկանում եք, մենք հարյուրամյակներ շարունակ չենք ունեցել պետականություն, չենք ունեցել ոչ մի հաղթանակ, եւ մեր մեծերը, մտածողները, գրիչները նշել են, որ նա ունեցավ այստեղ բարոյական հաղթանակ։ Չեմ ուզում, եղբայր, կոնկրետ հաղթանակ ունենք, եկեք պահպանենք եւ առավել եւս մեկ սա էլ մյուս կողմն է մեդալի, երբ որ սկսում են զազրախոսել բանակի մասին, չի կարելի, դա դավաճանություն է, որովհետեւ մեր թշնամին, որ մեր կողքին է ապրում, առիթ բաց չի թողնում իր թույլ մեկ գրոտեսկի հասնող, ասենք, իր ձեռքբերումներով բանակի մասին դիֆերանտներ երկել։ Իսկ մենք ունենք դրա օրինակը եւ մենք պետք է պահպանենք մեր բանակը։ Այո, պիտի լինի այդ ամենը, դա պետք է լինի ներքին, ոչ թե սոցիալական կայքերում։ Չի կարելի սոցիալական կայքերում վատաբանել, չի կարելի զազրախոսել եւ հիմնականում երբ որ զազրախոսում են, մարդիկ են, որոնք որ լավագույն դեպքում Գորիսից են կողմ չեն անցել, հասկանում եք, որ չգիտեն ինչա բանակ։ Դուք շատ ճիշտ եք ասում, որ հարցեր կան, որ պետք չի բարձրացնել, բայց եթե եղել է նույնիսկ ինֆորմացիայի արտահոսք եւ հարցը բարձրացել է, ես կուզեի հակառակը նաեւ լուծումը բարձրացվեր, որտեղ այդ հարցի մեջ լուծում ստանա։ Ես ինքս անցած տարվա ընթացքում կարդացել եմ մի սկանդալի մասին, որին երկար ժամանակ հետևել եմ, բայց պատասխանը չեմ ստացել։ Ես որպես քաղաքացի կուզեի այդ պատասխանը ստանալ, որտեղ ես կարդացի, որ մեր զորքը սնվում է ոչ նրանով, որ ինչ-որ պետք է սնվեր, այլ ինչ-որ Գոմեշի Սարասմոսի մասին սկանդալ կար։ Ես էլ եմ կարդացել այդ մասին, բայց ես բազում զորամասերում եմ եղել ու ես գիտեմ, թե ինչ հրաշալի է իսկապես այդ հարցը լուծված բանակում։ Դրա համար եմ ուզում ասել, պետք է իսկապես ճշտել եւ պատասխան տալ։ Եվ ամենակարևորը, պեսիմիստներին եւ զազրախոսությունից էներգիա ստացող այդպիսի տեսակել կա, որ ինչքան վատ են գրում, իրանք այդքան լավ են զգում, իրենց լավ է։ Այդ տեսակին էլ, երբ որ իսկապես պատասխանը գալիս է եւ նա դրական է լինում, պետք չի չհավատալ դրան, որովհետեւ իսկապես, իսկ ինչի չեք հավատում, գուցե ճիշտ են ասում։ Միթե կարելի անընդհատ ջախջախել։ Մենք ունենք բանակ, ինձ համար ամենակայացած մարմինն է մեր երկրում։ Հասկանում եք, ամենակայացած։ Իսկ պրոբլեմներ աշխարհի բոլոր բանակներում կա, նմանատիպ պրոբլեմներ։ Պարզապես ես ինչի նշեցի սկզբանե, որ մենք դրա իրավունք չունենք, որտեղ մենք եղել ենք շատ մեծ, շատ հզոր, եւ այսօր մենք մնացել ենք շատ քիչ։ Մեր ներքին ուժը, մեր ոգին մնացել է։ Այդ ոգու շնորհիվ մենք ունեցանք հաղթանակ։ Մենք նայեք, մենք ոչ զենք ենք ունեցել, ոչ նավթ ունենք, հա։ Մենք ունեցել ենք ոգի։ Եվ մենք ոգով տարանք հաղթանակ իսկական, դա շատ ավելի թանկ արժի եւ դա պետք է պահպանել։ Իհարկե։ Դե ինչ, իսկ մենք պետք է եթերը ընդմիջենք այժմ երաժշտությամբ, այնուհետև վերադառնանք։ Այդ տրամադրություններս բարձրացնենք։ Այո, ոգին է օգնելու։ Բացվում է, երբ ամպերի շղարշն անցնում է Եվ քո պատկերը թևածում է կապույցով իապի Քո հպարտ անունը, իմ պապերի օջախն ու տունը Եվ երկնքիդ խաղաղ անունը,
Լույսներից առնող բողոք է Իսկ այ բենգիմ նասես աղոտք է Աշխարը գերտուղի Երկդ միշտ ընչում է ու երազի ձայնով կանչում է Սպրված հոգին տենչում է իջնել իր մայն հողին Սերես հույսես հավա Դա-դա-դա-դամ։ Տիգրանից ինչի մասին էի խոսում եւ այսօր ունենք մենք 21 տարեկան բանակ։ Չէ, իրոք առաջին հայացքից, որ նայում ես ու sense պատմության էջերով գալիս ես, չիմացող մարդը եթե կարդալով գա կզարմանա, կասես մարդկանց որտեղից են ամեն ինչը որ իրանք հիմա ունեն։ Ոնց են իրանք ընդհանրապես, Ինչ քամի ասած ոչ միայն իրանք երկրում, այլ ուրիշ երկրներում շատ պինդ կան այս մարդը։ Դա հատկապես բարձր ես գնահատում եւ հատկապես վերագնահատում ես, երբ որ հասնում ես Կիլիկիա, այսինքն 5000 կիլոմետր անցել եմ, հասել եմ Կիլիկիա, վերադարձել եմ եւ այդ այնքան էլ ուրախ եմ պատմում։ Եվ այդ ամենը տեսնելով իհարկե հասկանում ես, թե ոնց պիտի պահպանենք կրկնակի ուժով, սիրով, նվիրումով, անձնուրաց նվիրումով պիտի պահենք այն ինչ որ ունենք։ Եվ այն ինչ որ վերադարձրինք, մենակ հենց Արցախն ենք վերադարձրել։ Այնքան նյութ ունենք դեռ։ Այնքան բան ունի մեր բանակը անելու։ Տիկին Պետրոսյան, այսօր խոսում ենք Ինչ անսովոր է որ տենց եք ասում, Շուշան դիմեք ինձ էլի։ Հա, շատ լավ։ Շուշան։ Այ մանն Շուշան։ Վայ ինձ համար ինձ անսովոր է։ Չէ, դե երևի ես իմ տարիք լավ։ Հասկացա որ դա ուրիշ տեղ է։ Լավ, շարունակեմ։ Այսօր խոսում ենք հետաքրքիր կանայք արդյոք իրավունք ունեն ծառայելու։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում, որ գա մի օր մենք ծառայենք, թե չէ, թե մենք այլ կերպ ծառայենք մեր ազգի համար։ Պարտադիր օրինակ։ Պարտադիր է, չգիտեմ, որտեվ հայ կնոջ առաքելությունը մի քիչ ուրիշ է։ Ահա։ Տանծուխը պահողն է։ Երեխաներին դաստիարակողն է, ամուսնու կողքին, ինչու՞ չէ, բայեր են լինում, որ մեջքին է լինում նաև։ Եթե ուզում են, պիտի ծառայեն։ Այսա տարբերակ է։ Եթե կան, իսկ ես գիտեմ այդպիսի կանանց։ Երեք առաջին դիրքերում, առաջին դիրքում ծառայող 1340 կին կա այսօր հայոց բանակում։ Առաջին դիսկերում։ Ոչ թե այն զորամասերում, որ այսօր մրսում է այս երեխաները։ Ոչ, ուղղակի ձեր ասածներն են։ Հա, կան այդպիսի կանայք, որոնք որ այդպես կան կանայք, որ ընտանիք չունեն, այսինքն իրենց պարտքը կատարում են հայ զինվորի առջև ծառայելով նրան, հա, մամայություն անելով նրան, կան կանայք, որոնք որ ուղղակի գնում են աշխատելու եւ ընտանիքը թողած գնում են այնտեղ, տուն են պահում ընտանիքի նման, պահում են այդ զինվորներին, վերաբերվում են խնամքով, ամեն մեկը ունի իր սիրած զինվորը, ասենք, ես գիտեմ կանայք կային աշխատող, որ մի 7-8 հոգու ուղղակի իրանց ոնց որ իրանց տղա իր զավակները լինեին, այդպիսի զորամասեր կար։ Քելբաջարում կա շատ հուզական բան, այնտեղ կանայք որ աշխատում են, ձմռան շրջանը, այս շրջանը շատ դժվար անցել է այդ ճանապարհը։ Երկու կողմից էլ, եւ դեպի Արցախ գնացող եւ դեպի Գեղարքունիք եկող։
եւ կանայք ամիսներով այդտեղ մնում են եւ երբեք չեմ լսել որևէ մեկի կողմից տրտունջ, բողոք, հասկանում եք։ Փարայեղ բան է, այդ կանայք ծառայում են, որովհետեւ կոնկրետ այդ մասը որ ասացի, դա շատ կարևոր զորամաս է մեզ համար։ Դա շատ կարևոր դիրքեր են, դիրքեր, որոնք որ մենք երկու անգամ ենք գրավել եւ վերադարձրել։ Այդտեղ ծառայելը պատերազմի մասնակցելուն հավասարազոր բան է, այնպես որ մեր դիմաց նստած է մարդ, որը անցել է խաղաղ պայմաններում պատերազմի բոլոր օրենքները շաքարվեցիր, հա։ Իսկապես, որովհետև դա հասկանալ համար պետք է լինել այնտեղ հրաշալի Զինավանը եւ ես շատ սիրում եմ այնտեղի հրամանատարին, որ վերջերս Մկոն եւ ես խոսում ենք, որ բարձվեց, որ նա տեղափոխվել է Երևան եւ գիտեմ վստահ եմ, որ պարոն Սահակյանի սիրտը մնացել է այնտեղ, որտեվ այն վերաբերմունքը, որ նա ուներ իր զինվորների հանդեպ եւ այն հարգանքը, որ նա ուներ զինվորների կողմից իր հանդեպ, դա ուղղակի օրինակ է ինձ համար։ Ինձ համար կան օրինակներ մեր բանակում, իսկապես մարդիկ, որոնք որ պատերազմ անցնելուց հետո ուղղակի նվիրալներ են, որ մնացին բանակում եւ մեկը կանդուզիա տարած, մեկը շաքարի, դիաբետի հարցերը, սրտի խնդիրներ, մարդիկ, որոնք պատերազմ են անցել, բայց այդ ամեն ինչը մի կողմ թողած, նրանք այսօր զինվորի կողքին են եւ փառք ու պատիվ այդ տղերքին եւ դա հենց այն տղերքն են, որոնք երբեք իրենց սխալ չպահեցին զինվորի հանդեպ։ Մենք ունենք այդպիսներ եւ միայն դրա համար ես ուզում եմ, որ մենք այսօր տոնական լինենք, որտեվ կմաքրվի, այն ավելորդ մասերից էլ կմաքրվի ամեն ինչ, որտեվ կայացած մարմինը չի կարող թուլացնել իրեն, ոչ մի կերպ։ Առավել եւս մեր բանակը չի կարող թուլանալ ոչ մի պահ։ Այո, ամենաառողջ մարդն էլ մի պահ հիվանդանում է, բայց բուժվում է։ Եկեք որպես մարմին վերաբերվենք բանակին, ընդունենք, որ իդեալական չէ ամեն ինչը, բայց ընդունենք, որ իրոք ուղղվում է, տարիներ են պահանջում, Աստված չանի, բայց ցույց տվեց, որ իրոք զոհերել են պահանջվում, բայց թող որ վերջանա այդ ամեն ինչը, վերջին զոհը թող որ խաղաղություն թող լինի մեր բանակում, մեր բանակի մեջ։ Մեր բանակի մեջ ինչքան եղավ խաղաղություն, այդքան մեր բանակը ուժեղ կլինի։ Ինչքան մենք մեր զավակներին թակավոր տղա չմեծացնենք, այլ մեծացնենք կիրթ, հանդուրժող, սովորող, եթե քեզ սովորեցնում են ընդունող այդ փաստը, այդպիսի տեսակ սովորացնենք, որպեսզի վաղը այս պետության, այս հասարակության մարդը լինի, այս պետությանը պիտանի մեկը։ Եվ ի վերջո նաև զինվորներ են պետք, չեն կարող բոլորը հրամանատար լինել։ Մեզ զինվորներ են պետք։ Ես մի բան հասկացա, որ այդ խնդիրները ոչ թե ծնվում են բանակում, այլ արտահայտվում են բանակում, բայց ծնվում են ընտանիքում։ Այո, ծնվում են ընտանիքում, ապրես կարիք, իսկապես այդպես է։ Իսկապես այդպես է։ Ասենք էլեմենտար բան, ես տեսնում եմ նոր գնացած, նորակոչիկ զինվորի, ես տեսնում եմ մի տարի ծառայած զինվորի, ես տեսնում եմ արդեն, ասենք, զորացրվելուն մոտիկ, դեռ արդեն այդ 100 օրվա մեջ գտնվող զինվորին։ Ես տեսել եմ դա, որտեղ ես եղել եմ այդ դիրքերից վերադարձող տղաները, երբ որ գնում էին դիրքեր մյուս 15 օրը ծառայելու, մենք նրանց հետ բարձրացանք Օմարի գագաթ։ Եվ ես ուրեմն տեսնում եի, թե ինչ գործունյա եւ ինչ խնամքով նոր այդ դեմբելներ, այսպես ասած, այսինքն արդեն մոտ 2 տարի ծառայող տղաները, զինվորները ոնց էին նորերին ասում, ուրեմն սենց ապեր, դու ստեղ, ուրեմն արա զենքը տենց մի դիր, այ, գիտեք իդ ինչ էր, սենց ուզում էի ասեի ցավդ տանեմ, բայց չէի ուզում թուլացնել իրան, ուզում էի գրկել այդ երեխին, որտեվ ինքը ընդամենը 2 տարի է ծառայում է, հասկանում եք, բայց իրա վրա ինչ պատասխանատվություն կա, որ ինքը այս նորերին սովորացնի, այսպեսի պատկերներ շատ կան, մենք հրաշալի տղաներ ունենք, մենք ունենք շատ բողոքտողների կողքին, որոնք որ ասում են էլ բանակ չեմ գնա կամ իմ տղին չեմ տանի բանակ, մենք ունենք տղերք, որ Արժանապատոնից մի օր չեմ լսել, որ այս մարդը ինքն էլ այդ տեսել այդ բարդությունը, դա մարդու տեսակ է, որ եթե տեսնում ես ինչ-որ մի բան այնպես չի, ուրեմն գիտեք դա ինչի նման, կողքի շենքում մարդ մեռավ, վայ բա մենք ինչի ենք ապրում, կյանքն է, եւ մենք մեր մեջ պետք է գտնենք նաեւ իհարկե այդ խնդիրները։ Շատ շնորհակալ ենք, շատ ճիշտ եք ասում, չգիտեմ ինչի մոտս արդեն ցանկություն առաջացավ ծառայելու գարիք։ Ծառայելու չգիտեմ, բայց որ բանակ պետք է գնալ, դա միանշանակ պետք է գնալ, պետք է շփվել զինվորների հետ։ Մենք միանալու ենք սրանց հետո։ Դուք ես օրինակ յուրաքանչյուր այց շատ արժեքավոր։ Դա գիտեք ինչ ոգեղեն սնունդ է զինվորի համար։ Որովհետեւ նույն դիրքերը, նույն դեմքերը ասենք կարդացած երեխայի համար նույն խնդրեմը, որտեվ դիալոգի չի կարողանում գնա մյուսի հետ։
այդ պարտավոր է, որտեղ երբ որ մի անգամ, երկու անգամ մտավորական գնաց, գրող գնաց հանդիպելու, գնացին, չգիտեմ, նկարիչներ, գնացին գիտնականներ, այս երեխեքը նրանք, որոնք որ թերուս են, որ տգետ են, իսկ տգետներ կան եւ հիմնականում խնդիրները տգիտությունից է գալիս։ Այդ տգետները հասկանում են, որ այս խոսացողը, այս մտավորականը խելոք երեխեքի գտնում է, իսկ այդ երեխեքը գալիս հավաքվում են, որտեղ իրանց հետաքրքիր է, ուրեմն ասում է, ուրեմն ինքը ճիշտ է, ուրեմն արի փոխվեմ, նմանվեմ իրան, ամեն ինչ պիտի մտածվի, ամեն ինչ։ Իհարկե, շատ շնորհակալ ենք մեր հյուրներ Շուշան Պետրոսյանը, կարծում եմ այսքանից հետո խոսքերը պարզապես ավելորդ են, մնում է միայն Շնորհակալություն Շուշան, իրոք եթե խոսում ենք, որ պետք է ոգին բարձրացվի, խոսքով արդեն այսօր ոգին շատ բարձրացավ, իրոք, որովհետև գալիս է դա ճիշտ խոսքից։ Դա գալիս է ուղղակի սիրելուց մեր բանակը, պետք է բոլորս սիրենք դա, պետք է, ես առասարակ չեմ սիրում, որ ինձ ասում են դու պետք է, ես ոչինչ պետք չէ, ես պարտավոր եմ իմ զավակների համար եւ պետք է սիրել բանակը, սա այն դեպքն է, որ պետք է անել այդ բանակը։ Բրավո, սիրենք բանակը, շնորհակալություն։ Շուշան Պետրոսյան, ընդմիջվենք գովազդով գնացինք։ Դե ինչ Գարիկ ջան, բացի այն, որ այսօր տոն էր, նաև տոն էր, գիտես երբ։ Երբ։ Նաև տոն էր, այն օրը, ամսի 26-ին, Սուրբ Սարգսի տոնն էր։ Դու ինչ ես, իրարված չես եղել։ Եղել եմ եւ դա ինձ ստիպեց շարունակել գործը եւ հասնել մինչ ամուսնությունը։ Իսկ դու գիտես, որ մեր գործընկերները պատրաստել են տեսանյութ Սուրբ Սարգսի տոնի արդիվ։ Իրոք, մենք կարող ենք դիտել այն այս պահին։ Եվ բոլոր սիրարվածներին ենք կոչում դիտել եւ զինվորներին էլ։ Սերը լավ բան է, Սուրբ Սարգիս։ Դիտենք տեսանյութը։ Սիրոտոնը երիտասարդներին անակնկալներով լի հագեցած օր է պարգևում։ Տոնին նվիրված միջոցառումներն անցկացվում են ոչ միայն եկեղեցիներում, այլև մի շարք մշակութային օջախներում։ Տոնական տրամադրությամբ են համակված անգամ մեր մայրաքաղաքի փողոցներն ու այգիները։ Սիրոտոնի կապակցությամբ Արարատյան հայրապետական թեմն ու Երևանի քաղաքապետարանը Պողոսյան այգիներում մեծ միջոցառում են կազմակերպել, որին ներկա են ոչ միայն երիտասարդներն ու սիրահար զույգերն, այլև մեծահասակներ։ Ի վերջո Սիրոտոնը բոլորինն է, այն համախմբում է մարդկանց մի երևույթի շուրջ, որն ապրում է բոլորի սրտում՝ սեր։ Սիրահարների տոնն է, նաև կարևորում եմ նաև նրանով, որ հենց հայկական տոն է, բուն միավորվում են սիրահարները այսօր իրենց համար գեղեցիկ օր են անցկացնում։ Քանի որ ես այս տարի եմ սիրահարվել, դրա համար շատ կարևոր է այս տարի։ Մենք սովոր ենք նշել ինչ-որ Վալենտինի տոն կամ այդ կարգի տոներ, բայց շատ լավ է, որ արդեն կարողանում ենք նաև մեր հայկական տոները լավ նշել։ Շատ կարևոր է դա, որ արդեն վերջին տարիներ սկսել ենք նշել մեր տոնը, մեր Սուրբ Սարգսի տոնը, ոչ թե Վալենտինի։ Շատ լավն է, որ սենց մարդիկ համախմբվում են, հավաքվում են մի տոնի շուրջ։ Ու հետաքրքիր է, ամենայն դեպս շատ լավ է։ Շատ եմ սիրում այս տոնը, քանի որ տոնը հենց վերաբերվում է երիտասարդներին, բացի այդ էլ ամեն տոն պետք է սիրել, քանի որ կյանքը ավելի գեղեցիկ եւ ուրախ է դարձնում։ Գնալով ավելի մեծ շուկով է նշվում եւ շատ ուրախալի է, որպես այսպիսի մասսայական տոներ են լինում, վերջի ժողովուրդը համախմբվում է։ Այսօր ուրախ օր է սպասվում, կարծում եմ շատ հետաքրքիր կանցնի այստեղ եւ կուրսայցիներով, ընկերներով հավաքվել ենք, ուրախանում ենք։ Երազ տեսել եմ, բայց չեմ հիշում ում եմ տեսել, որովհետև դեմքը չեմ տեսել ինչ-որ կոնկրետ։ Դեմքը չեմ էլ տեսել, տենց մենակ հետևից։ Արդեն գտել ենք իրար, իմաստը չեմ գտնում դրա մեջ, որ պետք է ուտենք։ Կերել եմ, բայց ոչինչ չեմ տեսել։ Երեք ամեն չեմ հիշում, չգիտեմ։ Ուղղակի չեմ դիմանում ծարավին ու անպայման ջուր եմ խմում, դա պատճառով չեմ կերել։ Մի աղջնակի եմ տեսել, բայց չեմ բարձրաձայնի ունեմ տեսել։ Տեսել եմ։ Սաութներից մեկին։ Մեր դասային եմ տեսել բոլորին։ Չենք տեսել։ Բայով, մի քիչ չաղ, կեր, գեղեցիկ տղա է։ Արոտ է փոշկա, ապարատի սարը, քեզնից անուշը կա, ապարատի յարս, եկերես կոչում է ձալավ սրմավանի ձմել է չնացած, ետաճաշ է, որ ինձ ես նողոց է։
Ահա այսպես տոնական օրը ավարտվեց, Գարիկ ջան, կրկին մեկ անգամ մենք շնորհավորում ենք բոլորիս հայոց բանակի օրվա առթիվ, մեր բոլորի անդորը հսկելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր զինվորներին, խոնարհվում ենք նրանց առաջ, իսկապես Այո, եւ հայտնում ենք շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հսկում են մեր անդորը։ Ես ուզում եմ հաղորդում ավարտենք Նժդեհյան խոսքերով։ Հայրենիքն իբրև գերագույն արժեք պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք ոչ միայն սիրվում են, այլ նաև պաշտվում։ Սիրում ենք շատ բաներ, բայց արյուն չենք թափում դրանց համար։ Հայրենիքը սակայն պահանջում է ոչ միայն մեր սիրտը, այլև մեր արյունը։ Դա է անհրաժեշտ։ Դա իհարկե անհրաժեշտ է մեր գոյության համար։ Հաջողություն մնացեք բարը։ Let's go through